գլխավոր մարշալ ա եղել զեհատանկային ուժերի։ Մեկը եղել է մարշալ Ռոտմիստրովը, մյուսը եղել է մեր հայազգի հռչակավոր զավակ, Արցախի զավակ Համազած Բաբաջայանը։ Հաջորդը Ծովակալ Իսակով։ Ուզում եմ իմանալ նաև մեր նոր սերունդը, որ խորհրդային միությունը իր ողջ պատմության ընթացքում ունեցել է խորհրդային միության ընդամենը 3 ծովակալ։ Խորհրդային միության 3 ծովակալ ա եղել։ Դա եղել է ադմիրալ Կուզնեցովը, ադմիրալ Գարշկովը և ադմիրալ Իսակովը։ Դժվար թե որևէ այլ ժողովուրդ կարողանար այդքան մեծ դերդրում ունենալ ֆաշիզմի դեմ հաղթանակում։ Սիրելի բարեկամներ, մեծ է նաև հայոց սփյուռքի դերը։ Դիմադրության շարժման մեծագույն ներկայացուցիչ է եղել Միսակ Մանուշյանը, պոետ, թարգմանիչ, որի տաղանդը շատ մեծ գնահատականի արժանացել Ավետիք Իսահակյանի կողմից, որը երկրորդ աշխարհամարտի ժամանակ ոչ թե բռնեց կապիտուլյանտ Պետենի ուղին, այլ բռնեց դիմադրության շարժման Շարլ դե Գոլի ուղին։ Այսօր մենք ունենք նույն ընտրությունը։ Ընտրենք Մանուշյանի ճանապարհը դիմադրության, թե ընտրենք կապիտուլյանտ Նիկոլ Փաշինյանի ճանապարհը։ Յուրաքանչյուր համաժողով ունի կիրառական նշանակություն։ Պատմությունը գիտություն է ապագայի մասին։ Եվ ես նման միջոցառում մեր գործընկերների կազմակերպելու հիմքում եղել է մեր նոր սերնդին, մեր հարությանը, մեր ռուս գործընկերներին ներկայացնել հաջողորդի հերոսականը, որ հաջողորդը դիմադրության պայքարող հաղթող ժողովուրդ է, որ հաջողորդին չճանաչեն կապիտուլյանտ Արցախը հանձնող և Ադրբեջանի ու Թուրքիայի դուդուկի տակ պարող ռեժիմով։ Մեծ է նաև հայ եկեղեցու դերը։ Ես չեմ մտաբերում, եթե կա թող մեր պատվաբան գործընկերներն ասեն, այլ եկեղեցի, այլ ժողովուրդների կրոնական համայնքներ նման ներդրում ունեցել են ֆաշիզմի դեմ հաղթանակում։ Մեր եկեղեցին Սասունցի Դավիթ Շարասյունը իր միջոցներով կազմակերպել։ Իսկ եկեղեցին, սփյուռքը, ժողովուրդը ամբողջությամբ պայքարել է ֆաշիզմի դեմ, որովհետև շատ լավ գիտակցել է, որ կանգնած է նոր ցեղասպանության եզրի։ Եվ Ստալինգրադի ճակատամարտը բեկումնային էր, Կուրսկի ճակատամարտը բեկումնային է, և այնտեղ և Ստալինգրադում և Կուրսկում, և Լենինգրադայի բլոկադայի ժամանակ, և Մոսկվայի պաշտպանության ժամանակ հայերը ունեցել են ակտիվ մասնակցություն և պաշտպանելով Մոսկվան և Կուրսկը, Լենինգրադը և Ստալինգրադը, նրանք պաշտպանում էին Երևանն ու Գյումրին, Արցախն ու Լոռին, Սյունիքն ու Տավուշը։ Ուզում եմ հստակ նշել, որ հաջորդ կարևոր նպատակը, որ մենք դրել ենք մեր առջև, քննադատել ու դատապարտել նեոնացիզմի և նեոֆաշիզմի ցանկացած դրսևորում։ Նյուրնբերգյան դատավարության ժամանակ ֆաշիզմը դատապարտվեց, բայց նեոֆաշիզմի դրսևորումները առկա են մեր կյանքում։ Ընդամենը 2 տարի էլ չի անցել, ինչ մենք ականատես ենք եղել Արցախում Ադրբեջանի նեոնացիստական ղեկավարության կողմից էթնիկ զտման, որտեղ մի ամբողջ ժողովուրդ Հիտլերյան Գերմանիայի դժբախտ օրենքների համաձայն բռնագաղթեց իր սեփական բնօրյան հայրենիքից։ Դա նույն ոճն էր Ալիևը կրկնել է Հիտլերի, Գեբելսի, Գերինգի, Գիմլերի, Բորմանի գործողությունները։ Ֆաշիստները խորհրդային միության ժողովուրդներին ուղարկում էին կոնցլագեր, խաղաղ բնակչությանը բռնագաղթի ենթարկում, Ադրբեջանի ռեժիմն էր Արցախահայությանը բռնի տեղահանեց
իր բնօրանից։ Եվ ինչպես երկրորդ աշխարհամարտի տարիներին գերմանական ֆաշիզմը ուներ իր կոլաբորացիոնիստները, օրինակ ֆրանսիական պետերի կառավարությունը, այդպես էլ թուրքական նեոֆաշիզմը եւ նեոնացիզմը դժբախտաբար Երևանում ունի իր կոլաբորացիոնիստ աջակիցներին, իդեմս նիկոլիստական ռեժիմին, որը մատը մատին չտվեց, երբ Արցախը հայաթափվեց։ Այն Արցախը, որը անգնահատելի ներդրում է ունեցել ֆաշիզմի դեմ պայքարում, անգնահատելի ներդրում։ Հարգելի բարեկամներ, իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլոր մասնակիցներին, հոգևոր հորը, վետերանների միության նախագահին, մեր Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդականին, իր պատմական գործընկերներին